Սա կարելի ասել ձեռքի աշխատանք է, նրանք հետև իրենց դպրոցն են գրել, անուն ազգանունը եւ այստեղ ապարները ներկայացնում է։ Այս ապարները դպրոցականներն ինքնուրույն են պեղել հրեշտակների ձորից։ Բերելով լաբորատորիա ուսումնասիրել են, կարդացել գրականություն, ապա ստեղծել տարբերվող այս վահանակը։ 35 տարվա դադարից հետո Մայր բուհը մասնավորի հետ գործակցությամբ իրականացնում է Պատանի երկրաբանի դպրոց կրթական ծրագիրը, համախմբելով հին, բայց չծերացող մասնագիտությամբ, երկրաբանությամբ հետաքրքրված աշակերտներին։ Այժմ արդյունքներն ամփոփելու եւ պատվոգրեր ստանալու ժամանակն է։ Կազմեցինք ծրագիրը, հայտարարություն տարածեցինք դպրոցներում, արձագանքը բավականին մեծ էր։ Մեծ թվով աշակերտներից մենք ընտրեցինք լավագույններին, մեր համար սկզբունքային էր ոչ թե որ ապագա աշակերտը ցանկություն ունի սովորելու հենց այս ֆակուլտետում, այս մասնագիտությամբ, այլ ավելի կրեատիվ, ավելի մտածող երեխաներին ընդգրկեցինք այդ ցանկում։ Կրթական ծրագրին մասնակցել է 36 դպրոցական Մայրաքաղաքից եւ Սյունիքի մարզից։ 10 շաբաթում անցկացվել են տեսական եւ գործնական դասընթացներ։ Երկրի հարավային մարզի աշակերտները դասերին միացել են հեռավար ձևաչափով, իսկ պրակտիկ փորձերին մասնակցելու համար եկել են Երևան։ Արդյունքում ընտրվեցին 25 սաներ Երևանի դպրոցի համար եւ 11 սաներ Կապանի դպրոցի համար։ Կապանի հետ կապը ապահովում էր ուղիղ տեսակապի միջոցով բացառությամբ երթուղիների ժամանակ։ Մենք ունեցել ենք 1 երթուղի հրեշտակների ձոր, որտեղից ապարներ են հավաքել մեր Պատանի երկրաբաններ եւ դասախոսների օգնությամբ ու աջակցությամբ նրանք հասկացել են իրենց հավաքած այդ քարերը ինչպիսի ապարներ են։ Կայուն զարգացում, շրջակա միջավայր, բնական աղետներ, ապարներ եւ այլն։ Աշակերտները ծանոթացել են երկրաբանության ոլորտի տարբեր թեմաների, փորձեր կատարել շլիխային հետազոտությունների լաբորատորիայում։ Ինձ համար ամենահետաքրքիր եղել են սողանքները եւ երկրաշարժերը։ Այնտեղ շատ դուր եկել հիմնական կենսաբանություն, աշխարհագրություն, երկրաբանություն առարկաները։ Մտածում եմ, որ այս դասընթացների շնորհիվ ես ավելի լավ կողմնորոշվեցի իմ ապագա մասնագիտության հարցում եւ մտածում եմ, որ այս դասընթացների շնորհիվ այս դասընթացները մի նոր դուռ բացեցին իմ ապագայի մասնագիտության հարցում։ Անկեղծ ասած իմ հայրիկը եւ պապիկը էլի երկրաբաններ են, իրանցից ոգեշնչվել եմ եւ եկել եմ։ Պատանի երկրաբանների դպրոցը հնարավորություն է տալիս ավագ դպրոցականներին կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում։ Բուհում վստահեցնում են, կրթական ծրագիրը կշարունակվի ընդլայնելով մասշտաբները։ Սեպտեմբերին հաջորդ ընդունելությանը կներգրավեն նաև մյուս մարզերի աշակերտներին։ Արամ Մարանդյան լուրեր։